Սիրելի քույրեր եղբայրներ, բարի եկած եք գսենք բոլորիդ, Տերոջը տանը մեջ, Տերոջ սրահի մեջ, փառք տանք Տերոջ, որ բոլորս այս մեծ տիվով այսօր հավաքված ենք, Տերը օրհնելու, Տերը պարապանելու, Տերը մեծարելու, մեր ցայներով, մեր գոգորտներով, մեր հոգիներով, Տերը մեծարելու այսօր հավաքված ենք բոլորս եւ իր խոսքը լսելու եւ օրհնելու այսօր։ Պիտի խնդրեմ հոդնգայս Տերունական աղոթքով սկսենք մեր այսօրվա աշխատանքը։ Որտիալ մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Այո, այսօր այն օրն է, որ Տերը իր հաղթական մուտքը գործեց Երուսաղեմ։ Այսօր այն օրն է, որ Տերը մտավ սեր եւ խաղաղություն տվող թագավորի գոչումով եւ ոչ պատերազմներ հրճակող թագավորի գոչումով։ Տերը այսօր մտավ, որովհետեւ մարգարեները ասած էին եւ մարգարեացած էին, որ Տերը այս ցեղով պիտի մտնե Երուսաղեմ։ Ամեն։ Եկեք մենք ալ սիրելիներ այդ օրվա հավատացյալներուն եւ ժողովրդին պես միասին մեկ ցայնով ասենք Օսաննա օրհնյալ է ան որ Տերոջ անունով գա Apollo,
Ինչպես Մատթեոս 21-ի մեջ կգարտանք, երբ ժողովուրդը գտնունեին Տեր Հիսուսը, իրենց հագուստները, դերևներ, ջուներ գտապեին, ամեն ինչ գտապեին Տերոջ առջև, որ Տերը իր փառավոր մուտքը կործեր։ Եկեք քույրեր եղբայրներ, մենք ալ հաջորդ երկով, մեր հոգիները, մեր անձերը, մեր ամբողջ ունեցածովը, ունեցվածքը, մեր ամբողջ էությունը Տերոջ առջևը բերենք եւ Տերը մեր վրայով, մեր եսասիրության, մեր անձնասիրության, մեր մեղքերուն վրայով մտնե իր փառավոր մուտքը մտնե մեր կյանքերում մեջ, այս սրահի մեջ եւ իր փրկությունը բերե։ Երկենք միասին եւ ասենք Թավթի արմատից։ Օսաննա Թավթի որդի։ Hasta
Պիտի խնդրեմ եղբայր Սևագեն, որ մոտենա եւ մեր բոլորին անունով Տերոջը բարապանության հողը բարձրացնի։ Հալելույա, հալելույա։ Երկնավորար այսօր գուկանք միապանած կուզավակներուտ հետ միասին ովդեր գուկանք և գսենք Օվսաննա, օրդնյալան որ Տերոջ անունով գուկա, ովդեր իսկապես շնորհակալ ենք, որ դու ոչ թե միան Երուսաղեմ հաղթականմուտ գործեցիր, հապա մեզ ամեն մեկու սրտի մեջ դու հաղթականմուտ գործեցիր ովդեր, մեզ ամեն մեկու հոգին մեջ ովդեր, դու արդեն հաղթականմուտ գործեր ես ովդեր, հալելույա, ովդեր ինչ լավ ենք, որ քեզի հավատացել ենք, ովդեր ճիշտ է որ դու խոնարհապար ովդեր, ավանակի վրա մտար Երուսաղեմ ովդեր, բայց ովդեր դու թագավորելով պիտի գայս աշխարհին անգամ ովդեր շնորհակալ եք որ դու այս խոնարհությամբ մեզի շատ ովդեր բաներ սորվեցուցիր, ովդեր դու խոնարհապար մտար, ովդեր այդքան որ հիանալի է քո մուտքդ, Սի եթե ժողովուրդը չի որա, այս քարերը պիտի որա, հալելույա, ովդեր մենք այսօր կբորանք և գսենք, ովդեր օրդնյալ ես, փարավորյալ ես, կովյալ ես ովդեր շնորհակալ ենք, իսկապես շնորհակալ ենք, որովհետև դու այս մուտքը գործեցիր, որովհետև դու այս ովդեր հրաշալի մուտք կրիր ովդեր, որովհետև մեզի չարին ձեռքեն ազատես, մահվան ձեռքեն ազատես ովդեր մերսալից կյանքի ձեռքեն ազատես ովդեր, շնորհակալ ենք ովդեր դու արդեն ասիկա Զաքարիային ըսեր էիր, Զաքարիան հայտարարած էր ովդեր, մենք Զաքարիայի մեջ կգարտանք և դու այս ովդեր մարգարեությունը կատարեցիր և անգամ ևս ցույց տվիր, որ դու ճշմարիտ Աստվածն ես, որ չես փոխվի, ինչպես էիր, ինչպես ես և ինչպես պիտի մնաս ովդեր, հալելույա, ովդեր շնորհակալ ենք մեզի տված ամեն բանիդ համար, իսկապես շնորհակալ ենք, մնացյալ պահերը բոլոր քուցերներուդ կհանձնենք, ինչ որ պիտի ընենք, մտածենք, կամ խոսենք, միայն է միան դու բարավորվի, Օվսաննա մեր Տերը, հալելույա։ Ամեն։ Պիտի գարթամ Սաղմոս, 100-րդ Սաղմոսը, որ գոհության ետ մնե, անմոր և ոտվեև ոգնյուսը պամեն, աղաղագեցեք Տերոջով բոլոր երկիր, ծարայեցեք Տերոջ ուրախությամբ, անուր արջև կեցեք ցնծությամբ, ջանցեք թե Եհովան է Աստված, անիկա ստեղծեց մեզ ու ոչ թե մենք անոր ժողովուրդը ու անոր արոդին ոչխարներն ենք, մտեք անոր թռները գոհությամբ ու անոր սրահները օրհնությամբ, գոհացեք անգել, օրհնեցեք անոր անունը, վասնզի Տերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է ու անոր հավատարմությունը ասկ է մինչև ասկ։ Տերը արժանի է քույրեր եղբայրներ, գոհություն մատուցանելու, շնորհակալություն մատուցանելու, փառաբանելու։ Եկեք մեր փառաբանությունը քույրեր եղբայրներ դոնական չնենք, այլ ընենք շարունակական։ Մեր փառաբանությունը լա շարունակական եւ ոչ դոնական։ Մեր հավատքը, մեր փառաբանությունը, մեր Տերը օրհնելը ժամանակավոր չլա։ Այլ մինչև մեր կյանքի վերջը փառաբանենք եւ օրհնենք մեր Տերը եւ չլանք այդ մարդկանց նման, որոնք այդ օրը, գիտեք չէ, շատեր այդ օրը Օվսաննա ասին, բայց մի քանի օր վերջ իրեն խաչը հանեցին։ Չլանք այդպիսիներում պես, օրը հավատանք եւ վերջը ուրանանք իրեն։ Մեր հավատքը մինչև վերջին օրը, մինչև մեր աչքը փակելու օրը հավատարիմ մնանք մեր հավատքին եւ մեր Տերոջին։ Աստծո
Մեր վերջին երկով Տերոջը հրավիրենք և ասենք ով սաննա օրնյալ երանք, որ Տիրոջ հանդորում Երկուղացության աղոտքի հոգի հոգույրը պարնենք, մեր սրտերը, մեր հոգիները, մեր խնդերը պատրաստենք, որ դերը կա և հում գործ է, մեզ մեր ամեն մեկուն հոգի իմ մտքին և մարդին մեջ։ Մատթեոս ավետարանի 21-րդ գլխու մեջ, երբ որ կշարունակենք և կտեսնենք դեր Երուսաղեմ կմտնե և այդտեղ շատ մեծ հրաշներ կգործե, այդտեղ կհիշե, որ դղակներ իրեն կփարապանեին և ովսաննա կսեին, և դղակները կնշե թերահաս դղաներու, փոքրիկներու մասին կխոսի այդտեղ։ Եվ շատեր դայբանեն, շատեր կսեն ինչու այդպես կխոսին, դերը հոն պատասխան կուտա, և իրենց կսե, այո, բնավ չեք կարդացեր, թե մանկանց ու գաթնգեր դղայոց փերնեն գողություն կատարեցիր։ Դերը սիրելիներ շատ կսիրե, իր սրտին շատ մոտիկ և հաճելի է երեխաներում, մանկներում պարապանությունը առ իրեն։ Ադոր համար, փառք կուտանք, որ մեր եղբայրակցության երեխաները, մեծ թիվով երեխաները այս տարիքերը սկսած են դերը օրտնելու, դերը պարապանելու և իմ ջամփում մեջ սկսած են իրենց կյանքը։ Հիմա հերթը կարգը իրենցն է, որ բարձրանան փեմ և իրենց լեզուներով, իրենց մանր լեզուներով դերը օրտնեն և պարապանեն։
Իսկ ինչ կնշանակի ծաղկազարդ։ Աստվածաշնչի մեջ գրված է, որ Քրիստոսի ախտական մուտքն է դեպի Երուսաղեմ։ Եկեք միասնաբար լսենք և դիտենք մեր ընկերներին, թե Աստվածաշունչը ինչ ճշմարտություն կայունե ծաղկազարդի մասին։ Երբ Երուսաղեմի մոտեցան, Բեթփագե և Բեթանիա դեպի Տիգենյաց լեռը, Հիսուս իր աշակերտներին երկուքը վրգեց ասելով. «Գացեք արձեր դիմացի կեղը, անոր մեջ մտնելուց պետք պիտի գտնեք կապված ավանակը, որում վրա մարդը նստած չէ, արձակեցեք զանիկա ու բերեք»։ Եվ երկու աշակերտները Հիսուսի ուսածի պես ըրին, գացին և ավանակը Հիսուսի բերին, ու անոր վրա իրենց հանդերձները դրին, և Հիսուսը նստավ ավանակի վրան։ Այս ամեն բաները եղավ, որպեսզի մարգարեին խոսքը կատարվի։ Ըսեք Սիոնի աղջկան, որպես ահա քու թագավորդ, որ քեզի գուքա հետ և իշու վրա հետա։ Ու երբ ավերի մոտեցավ և Տիգենյաց սերան զարիվերենք իջներ։ Աշակերտներուն բոլոր բազմությունը սկսավ ուրախությամբ։ Զասված օրհնեց բարձր ձայնով այն բոլոր հրաշքներուն համար, որոնք տեսել էին։ Շատեր իրենց հանդերձները ճամփուն վրա կգտրեին ու ծառերեն ճյուղեր Շատեր իրենց հանդերձները ճամփուն վրա կգտրեին ու ծառերեն ճյուղեր կգտրեին ու ճամփուն վրա կգտրեին։ Եվ արդեն Եվ արծևեն ու ետևեն կաթաներ կաղաքային ու կուսեին Օսաննա, օրհնար է, որ Տերոջ անունով գուքա։ Եվ երբ Անիկա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը շարժեցավ ու ուսավ. «Ով է աս»։ Եվ ժողովուրդները ասին. «Ասիկա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթեն»։ Աշխարհը մեր Դավիթ հորը թագավորությունը որ կուկա Օսաննա են բարձում։ Օրհնալ է այն թագավորը, որ Տիրոջ անունով կա երկնքի մեջ խաղաղություն ու փառք բարձրության մեջ։
հաղթական օր է, այսօր ծննդության և ուրախության օր է, այսօր Քրիստոսի հաղթական մուտքն է դեպի Երուսաղեմ։ Եկեք օրհնենք և պարապարենք Տիրոջ սուրբ անունը, որովհետև Հիսուս ասաց. եթե մենք չաղաղակենք և չօրհնենք, քարերը պիտի աղաղակեն։ Օրհնեցեք Տերը, ով բոլոր ազգեր, գովեցեք Զանիկը, ով բոլոր ժողովուրդներ, վասն ձեր անոր ողորմությունը մեր վրա մեծ է, ու Տերոջ ճշմարտությունը հավիտյան է։ Հալելույա։ Հալելույա, օրհնե Տերը ով իմ անձս, Տերը պիտի օրհնեմ իմ կյանքիս մեջ, որքան ադեն որ ողջ եմ, իմ Աստծուց սաղմոս պիտի ասեմ։ Հալելույա, օրհնեցեք Տեր երկինքին, օրհնեցեք Զանիկը բարձր տեղերում մեջ։ Օգեցեք Զանիկը իր ժորավը քոզելու համար, օգեցեք Զանիկը իր մեզը վրուսանը համամատ։ Այսօր մեզի Զանիկ Օգեցեք Զանիկը փողից սայնով, օգեցեք Զանիկը դավիղով ու քնարով։ Նոր երկ երկեցեք Տերոջը, ով բոլոր երկ երկեցեք Տերոջը, երկ երկեցեք Տերոջը, օրհնեցեք անոր անունը։ Օրեր անոր փրկությունը քարոզեցեք։ Կայություն պիտի մատացանեն դորոջն պորոս սրդովուս։ Ամեն ժամանակ Տերը պիտի քովեմ, անոր քովությունը միշտ իմ պերանս գիտելա։ Ինձի հետ Տերը մեծուծեք
ու մեկ դեղ բարձրացրեք անոր անուն։ Ամեն շունչնացող թողտեր օրն է, հալելույա։ Our King of Kings is going in. The calls all gather at his feet to sing his name, the blood fest. The Savior's love is everything. Shout Hosanna, shout Hosanna, raise our voices to the sky. Shout Hosanna, Jesus Christ is passing by. Wave your arms, wave them high for the Lord under the sky. Every heart, every hand, join the dawn for this day. Shout Hosanna, lift your voices to the sky. Shout Hosanna, Jesus Christ is passing by. Քեզ պիտի փաշացնեմ, ով իմ Աստվածս, որ թագավոր ես, ու քու անունը Դավիթյանից պիտի քովեմ։ Ով երկրի թագավորություններ, երգեցեք Աստծո, Սամոսը Սեֆիրոջը, անվոր Հավիդյանս Հավիդենից, երկինքներու վրա կնստի։ Վասնի դեր փարթյալ է և ահարգու է, բոլոր երկրի վրա մեծ թագավոր է։ Տերը Դավիթյանս Հավիդենից թագավոր է։ Վասնզի Տերը մեծ Աստված է ու բոլոր աստվածներուն վրա մեծ թագավոր է։ Ով դռներ, գլուխի վեր վերցեք ու վերցեք, ով հավիդենական դռներ, որբեսի փարած թագավորը մտնե, ով է այս փարած թագավորը, կարող ու հզորդերը, պատերազմի մեջ հզորդերը։ Ով դռներ, գլուխներ վեր վերցուցեք ու վերցուցեք, ով հավիդենական դռներ, որբեսի փարած թագավորը մտնե, ով է այս փարած թագավորը, զորքերուն Տերը, ինքն է փարած թագավորը։ Hallelujah.
Եկեք ցնծություն ունենք Տիրոջ առջև։ Ագենք մեր փեքոջոն Կապցունավանո եսին աչեք կապ։ Անոսներով գաղեն անով։ Կապզարկեք ժողով ցնծության ձայնով Աստծո աղաղակեցեք։ Ցնծացեք Աստծո առջև, որ մեր զորությունը։ Քեզնով ուրախ պիտի լամ ու ձնձամ քո անվանդ Սամոս պիտի երկենք ով Փարթիալ։ Փարթ կոչուն Աստծո, որ մեզի հարցություն գուտա և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքերով։ Ուրեմն եկեք ցնցանք եւ ուրախանանք, քանի որ մենք Քրիստոսի աղթության դարձանք, Քրիստոսի աղթական զավակները։ Surpati
Փառքը Տիրոջ, սիրելի քույրեր եւ եղբայրներ եւ Աստծո փառք տանք այս օրդյան եւ դոնական օրվան համար։ Իսկապես մեր եղբայրացության մանուկները, սիրելիներ այս բաբա մեջ կրնալալ մեզի մեր հուշերով եւ երևակայությամբ փոխադրեցին 2000 տարիներ առաջ եւ ներկայացուցին այն պատկերը, որ Երուսաղեմի փողոցներում մեջներ, այն փողոցը, որ գտաներ դեպի Դաջար եւ Տեր Հիսուս այնտեղ որպես թագավոր ընդունեցին նույն պարապանությամբ, նույն ալելույաներով եւ ովսանաներով։ Բայց եկեք սիրելիներ, բաղը եկ վերադառնանք Ֆուչիգի 6:1-ը, մենք որ այս բաղան մեջ ֆիզիկապես այստեղ կգտնվենք, բայց կհավատանք, որ Տիրոջ հոգին կգործե, որովհետեւ հաղթական փրկչի զավակներն ենք, հաղթական փրկչին եկեղեցին ենք։ Եվ այս բաղան մեջ ունենք պատկամ Տիրոջմեն։ Մենք կհավատանք, որ ամեն անգամ երբ Տիրոջ զավակները կգենան այստեղ եւ Աստծո խոսքը մեզ կփոխանցեն, այդ խոսքը Տիրոջ կպատկանի։ Եվ այդ խոսքը ամբողջությամբ սրբություն է։ Եվ այսօրվա համար Տերը իր զավակը ուղարկած է մեզ Միացյալ Նահանգներեն։ Մեր սիրելի երեց եղբայրը Հրաչ եղբայր Հակոբյանը, Ասադինայի հայ ավետարանական եղբայրներու եկեղեցու երեց եղբայրներեն է, որ հատուկ առաքելությամբ ուքա Հայաստան եւ իր ամեն այցելության չի մոռնալ մեր եկեղեցին եւ անպայման գուզե հանդիպին իր հորտորը եւ այն ինչ որ դեր իր սրտին վրա դրած է մեզի փոխանցե։ Փառք տանք եղբայրնաչ, որ դու այս սերմ եւ զարաբերնված հայդակրի մեջ մեզիալ բաժին հանեցիր, ինչ որ քիչ առաջ կսեի, վերջին ծառայությունն է, արդեն 3 գիրագիները այստեղ է եղբայրը եւ տարբեր բայրերում մեջ կծառայե։ Աղոթենք, որ խոսքը օրհնությունը լա մեզ մեր յուրաքանչյուրիս եւ աղոթենք սիրելիներ, որ մեր եղբայրը ինչ մի քանի օր պիտի մեկնի խաղաղությամբ միանա իր ընտանիքին եւ իր եկեղեցին։ Պատրաստ ենք եղբայր Տիրոջ խոսքը ձեզ մերս։ Հրամեցեք։ Իրավ մեծ ուրախություն է, եթե ասեմ, որ ձեզի հետ է, որովհետև ես շնորհակալ եմ եկեղեցու հոգաբարձուին, եղբայրներին, որ ասանի թվին ձեզի հետ բաժնեկցելու Աստծո խոսքը։ Շատ դժվար է պստիկների ներկայացումից հետո բեմ ելնել, որտեղ ինչ որ ասեմ, բոլորի միտքը դեր պստիկների հետ է, բայց քանի որ Աստծո խոսքն է, որ պիտի քարոզվի, եկեք ուշադրություններս կենտրոնացնենք Աստծո խոսքին եւ տեսնանք Տերը ինչ ունի մեզի համար։ Եկեղեցիների մեջ օրեր կան, որ անփոփոխելի է, ինչպես ծնունդը, ինչպես հարության զատիկը, որ մյուս կիրակի պիտի տոնենք եւ Աստվածաշնչի տոնակատարությունը։ Ուրեմն օրը կբերե իր պատկան եւ պիտի նայենք խոսենք Տերոջը աս մուտքը, որ հիշվեցավ Երուսաղեմ։ Ուզեմ Աստծո խոսքը մի քանի համարներ կարդալ Լուկասի ավետարան 19-րդ գլուխ 35-ին մինչև 44-ը պատմությունը ծանոթ է, Վանիկա Հիսուսին բերին ու իրենց հանդերձները ավանակին վրա ձգելով Հիսուսը հեծուցին։ Երբ երթար իրենց հանդերձները ճամփու վրա կփրեին, երբ ավելի մոտեցավ եւ Ցիթենյաց լեռան զարիվարեն իջներ, եթե եղած է Երուսաղեմ, գիտեք ինչպես է Ցիթենյաց լեռան, Երուսաղեմը ծերուց է վար իջնած, Տեր Հիսուս ճիշտ այդ պարագային, աշակերտները բոլոր բազմությունը սկսավ ուրախությամբ Աստված օրհնել բարձր ձայնով, այն բոլոր հրաշներուն համար, որոնք տեսել էին, ու կսեին, օրհնյալ է թագավորը, որ Տերոջ անունով ուկա, երկինքի մեջ խաղաղություն ու փառք բարձրության մեջ։ Բազմությանը մեջ է փարեսեցիներ մեկ քանիներ ըսին անում, վարդապետ, այդ քո աշակերտները հանդիմաներ։ Անիկա պատասխան տվավ ուսավանոց, ձեզի կսեմ, եթե ասոնք լուր կենար, քարերը պիտի աղաղակեն։ Երբ մոտեցավ քաղաքը տեսնելով, լացավ անունը եւ ասավ. Գոնե այս քու օրվանդ մեջ գիտնայի քո խաղաղությունը, բայց հիմա ծածկվեցավ քո աչքերը, վասնզի օրեր պիտի գան, քու վրա եւ թշնամիները քու բոլորտիկը պատնեշ պիտի շինեն
ու քեզ պիտի պաշարեն եւ ամեն ով քեզ նեղը պիտի ձգեն եւ հիմնադակ պիտի ելեն քեզ ու մեջը եղած զավակները եւ ամենին քարը քարի վրա պիտի չթողούν քու մեջը քանի որ չճանցար քու այցելությանը ժամանակ քանի որ իմացար քու այցելությանը ժամանակ ինչ դժվար նյութ է եւ ինչ դժվար իրողություն է երբ Աստված մարդուն կայցել է եւ մարդը չի ճաշնանա ջան այս դեպքը որ կարդացինք Տեր Հիսուսի կյանքի մեջ շատ յուրահատուկ դեպք էր որտեղ Տեր Հիսուսի 36 տարի ծառայության մեջ երբեք առիթ չէր եղած որ ամբողջը իրեն ընդունեն ուր որ կար Տեր Հիսուսի կյանքի մեջ քանիներ կընդունեին, կհավատային, բայց մեծամասնությունը միշտ հակառակ կեցած էին, բացի այս պարագայի մեջ բոլոր Երուսաղեմը, բոլոր աշակերտները, բոլոր ամբողջը Տեր Հիսուսը ընդունած էր եւ բարիգալուց կսե եւ շատ ուրախ առիթ էր։ Յուրահատուկ առիթ էր, որտեղ ինչպես ասեցի, մինչև հիմա աստեսակ ընդունելություն չէ եղած Տեր Հիսուսին ամբողջի կողմանը։ Այս ուրախ առիթի մեջ Տեր Հիսուս փոխանակ ուրախանա իրեն աշակերտների հետ կսեր լացավ։ Այս լաց բառը ոչ թե որ տխրեցավ սրտի մեջ եւ սրտի մեջ լացավ, այլ բառն է որ կնշանակե բարձրաձայն ձևով ողբերգությամբ լացավ։ Եվ ասի պետք է աշակերտներին եւ ժողովրդին զգուշացնել որ հո սխալ բան կա։ Որտեղ երբակային եթե դուք երթակ դեր որ ուրախ առիթ է, մեկումը ծնունդն է կամ հարսանիք է կամ ինչ որ է, եւ բոլորը ուրախանան, բոլորը ուրախ են, մենք նա տեսնանք որ փեսան հունգուր կուլա։ Դեզի պետք է բանն է, ուշադրությունը որ ինչ է, ինչու համար ասպես է։ Եվ ճիշտ ասել որ մենք ուզենք իրար հետ նայենք երկու դասակարգներ կային, որ մերժած էին Տեր Հիսուսը եւ այսօր դժբախտաբար մարդիկ այդ երկու դասակարգին կպատկանին եւ ուզենք նայել եւ քաջալերվել որ Աստված ինչ ունի ասելիք մեզ ասողությամբ առաջին դասակարգը փարիսեցիներն էին փարիսեցիները ինչպես գիտեք հրյա ժողովրդի ուսուցիչներն էին գիտուններն էին ուսյալներն էին մարդիկ էին որ Աստծո խոսքը շատ լավ գիտեին կկարդային, կսերտեին և պետք է ուրիշները սովորեցնեին։ Ուրեմն այս մարդիկները գոնե Աստծո պետք է Տեր Հիսուսը ընդունեին որպես Մեսիա, որովհետև Աստծո խոսքը իրենք սերտած էին, գիտեին և ինչպես այսօր ակնակ եղավ, կարծեմ Էգոկ եղբայր, ինչպես ակնակ եղավ Զաքարիա մարգարեության մեջ այս պատկերը շատ գեղեցիկ ձևով և շատ հստակ ձևով ներկայացված էր Զաքարիա 9-րդ գլուխ 9-րդ համարը գծե մեծապես ուրախացիր ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակե ով Երուսաղեմի աղջիկ։ Ահա քո թագավորը քեզի կգա, անիկա արդար ու փրկիչ է, հեզ եւ իշու վրա հեծած եւ իշու ձաքի ավանակի վրա։ Միայն այս մեկ մարգարեությունը բավական է, որ փարիսեցիները ընդունեին ասեին, որ Տեր Հիսուսը մեր Մեսիան է, բայց անկի ավել էր, ժողովուրդը իրենց հանդերձները կտնեին իշու առջև, որպեսզի Տեր Հիսուսի եշը վերային քանի եւ ասիկա սիմվոլիկ պատկեր մներ, որ երբ որ թագավորը ներս կմտնար քաղաք, մարդիկ իրենց հագուստները կտնեին իրենց ձիու առջև, ցույց տալու որ մենք քեզի կհնազանդենք, դու մեր թագավորն ես։ Ատկի ավելի, Մատթեոս ավետարանի մեջ մենք կարդանք, որ ժողովուրդը կաղաղակեր Օվսանա Դավիթի որդի փարիսեցիները շատ լավ գիտեին, որ ումի համար ուսված է, Տեր Հիսուսի համար, Մեսիայի համար։ Եվ այս իրողությունը, որ կար, պետք է ընդունեին, որ Զաքարիա մարգարեությունը մարգարեանա, ժողովուրդը ընդունած են որպես թագավոր, Դավիթի որդի թագավորը եկած է եւ ժողովուրդը կընդունի եւ այս բոլոր իրողությունները
նույն ժամանակ ու կար Սաղմոսեն, որտեղ Սաղմոսների մեջ որոշ Սաղմոսներ կան, որ կսվի մեսիական Սաղմոսներ, եւ 118-րդ Սաղմոսը մեսիական Սաղմոս է, եւ on 25 եւ 26-րդ համարի մեջ կսե հիմա կաղաչեմ ով Տեր, փրկել, հիմա կաղաչեմ ով Տեր, հաջողություն, օրհնյալը լա այն որ Տերոջը անունով կուկա, օրհնեցեք Տերոջը ուներ։ Այս բոլոր փաստերը գումարած նույն ժամանակ Դանիել մարգարեության 9-րդ համարի մեջ չի պիտի վրային հասնենք, բայց այն շատ հաստատ կներ, որ երբ որ Իսրայել ժողովուրդը պետք է ակսորեն վերադառնար Երուսաղեմ պատերը շինելու 483 տարի վերջ, այսինքն 69 անգամ 7 տարի վերջն էր, որ Մեսիան պետք է մտներ հաղթական ձևով Երուսաղեմ։ Եվ եթե հաշիվ ունենք, կտեսնանք, որ այդ ժամանակին, որ պատվերը եղած է Սպարսից թագավորի կողմից, մինչև Տեր Հիսուսի մտնալը ճիշտ տարիները կլրացնեն։ Այս բոլորը փարիսեցիները կրնային հասկանալ, գիտնալ, բայց որոշեցին, որ հակառակեն։ Եվ դժբախտաբար այսօր մարդիկ կան, որ ինչ փաստեր որ կա, ինչ իրողություններ որ կա, ինչ համոզումներ որ կա, Տերը կներկայացնե, բայց կորոշեն, որ Տեր Հիսուսը մերժե։ Այսօր համար Աստծո խոսքը շատ զորավոր հանդիմանություն ունի Հռոմացից առաջի գլուխ 18 համարը գսե քանզի Աստծո բարկությունը երկինքեն կհայտնվի մարդոց բոլոր անբարոյական եւ անիրավության վրա, որոնք ճշմարտությունը անիրավության բռնել են։ Ճշմարտությունը կա անիրավ կներ, մերժելով, գաղտնի պահելով, փոխելով։ Վասզի ինչ որ Աստծո մասին պետք է գիտնալ, իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված անոնց հայտնեց, քանզի աներևույթ բաները աշխարհի սկիզբեն ստեղծվածներով կիմացվին, կտեսնվին, այսինքն իր միշտենչնավոր զորությունը ու աստվածությունը, որպեսի անպատասխան նրան։ Օրը, երբ որ ամեն մարդ կանգնի Տերոջը գայի առջև եւ պատասխան պետք է տա իրեն Տեր Հիսուսը ընդունելի կամ չընդունելու համար, Աստծո խոսքը կսա Աստված այնչափ փաստեր դրած է մեր շուրջը, որ որևէ մեկը չի դարձել չի դիտել։ Մենք նայենք մեր շուրջը, մենք նայենք դիեզերքին, մենք նայենք մեր մարմիններին, մենք նայենք բնությանը, անկարելի է իմաստուն մարդը, որ դրամաբանություն ունի, չտեսնա Աստծո մատի գործերը, չտեսնա Աստծո հետքերը։ Եվ Աստված մեզի խշմտակ տված է, որպեսզի այս իրողությունները մարդը տեսնե եւ ընդունե եւ համոզվի։ Եվ ճիշտ անոր համար է, որ որևէ մարդ, երբ որ Աստծո գահի առջև կանգնե, չի կրնար պատասխան տալի վսե, որ չի գիտեր կամ ես անմեղ եմ։ Թեև իրենք Աստված կճանչնային, բայց Աստծո պետք չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդներու մեջ ունայնացան եւ սրտերին ամմտությունով խավարեցան, իրենք իմաստուն են կսին ու հիմարացան։ Ասեմ մարդ արարածի վիճակը, եթե Աստված կմերժե։ Եվ փարիսեցիները այդ վիճակի մեջ էին։ Տեր Հիսուսի ամեն ինչ տեսան, որ իրապես բոլոր փաստերը կցուցնե, որ Տեր Հիսուսն է իրենց Մեսիան եւ ասին հանդիման է, քանի որ քեզի կսեն թագավոր ես, հանդիման է հակառակեն։ Եվ ինչպես ասի, այս դասակարգը Տեր Հիսուսին հակառակ են եւ այսօր աշխարհի մեծամասնություն մարդիկ այս դասակարգին կպատկանի։ Երկրորդ խումբը որ կար, որ Տեր Հիսուսին չընդունեցին իրապես որպես թագավոր ժողովուրդներ։ Հակառակն որ արտաքինով երևար, որ ժողովուրդը ընդունած է, կընդունեն կսեն, որ օրդյալ է ամոր Տերոջ անունով եկավ, Դավիթի որդի թագավոր եւ ուրախ էին, Տեր Հիսուսը գնեմավորեին, բայց իրականության մեջ դժվարություն մկար եւ դժվարությունը այս հացի մեջ է, որ այս ժողովուրդը կարդանք նորեն համարը Մարկոսի ավետարան
19-րդ համարը կուզեմ ուշադրություն տասնել, կսե երբ ավելի մոտեցա, երբ Սիթերնաս լեռան զարիվերեն կիչներ, աշակերտներուն բոլոր բազմությունը սկսավ ուրախությամբ Աստված օրհնել բարձր ձայնով այն բոլոր հրաշներուն համար, որով տեսել էին։ Այն բոլոր հրաշներուն համար։ Ասոնք Տեր Հիսուսին կընդունեին ոչ թե Տեր Հիսուսի իրեն համար, այլ իրեն հրաշների համար։ Տեսեք, մեծ տարբերություն կա Տեր Հիսուսին ընդունել իրեն որպես ով է, փրկիչ Աստված, կատարյալ Աստված, կամ իրեն միակ ընդունել իրեն բարիքների համար։ Եվ այս մարդիկները տեսած էին Տեր Հիսուսի հրաշները, եւ անոր համար ընդունած էին, տեսած էին, որ ինչպես մերելները հարություն կուտալ, կտեսած էին ինչպես դերերին կհանել էր, տեսած էին, որ ինչպես փոթորիկը կրնար կեցնել, միջև անգամ տեսած էին, որ ինչպես կրծած էր 5000 երեք բարձր 2 ձուկով եւ 5 քարեղեն հացով կերակրել եւ իրականության մեջ Հովանու ավետարանի մեջ երբ որ դեպքը կկարդանք 15-րդ համարի մեջ կսե որ ժողովուրդը եկան եւ ուզեին Տեր Հիսուսին ինչ անեն թագավոր անել ինչու համար քանի որ ես կերակրած էր քանի որ ով չուզեր արտեսակ առաջնորդ ամեն մարդ ուզեր երբ որ անոթի եմ ինձ կերակրել երբ որ հիվանդ եմ ինձ բժշկել երբ որ օրհնության պետք ունի ինձ օրհնել այդ չէ անգի ավելի մի խոսիլ ինձի հետ սրբության մասին աստվածապաշտության մասին աղոթքի ծովապահության մասին սուրբ գիրքի մեջ սերտով անոնք չեմ ուզել լսել միայն ուզեմ Տերոջը օրհնությունները լսել այդ տեսակ հավատացյալը իրականության մեջ շատ թերահավատ հավատացյալ է, որովհետև իրեն հավատքը կախյալ է պարագաներին։ Եթե Տերոջ օրհնությունները կան, հրաշները կան, կհավատա, երբ որ օրերը դժվարացան եւ օրհնությունները Աստված ժամանակի մար հետ պահածեն կամ չեն տեսնար, հավատքեն կկենա։ Եվ ճիշտ այդ ժողովուրդն է, որ քանի օր վերջը ինչրին խաչահանե հայտարարի, որտեղ հավատքը հիմնված է տեսանելի բաների վրա, ոչ թե անտեսանելի բաների վրա։ Եվ ճիշտ այս դժվարությունն է, որ այսօր քրիստոնյա աշխարհի մեջ կա մարդիկ կան, որ ուղղակի Տերը կհերքեն ինչպես փարիսեցիները։ Հետո հավատացյալներ կան, որ Տերոջը եկած են, ոչ թե Տերոջը հասկանալու, որ ով է իրեն ընդունելու, որ իրենց կյանքի Տեր եւ Տիրականը, այլ իրեն ընդունած են, որպեսզի բարիքներ վայելեն։ Եվ դա է անընդունելի է Տերոջը առջև եւ դժբախտաբար այսօր շատերը այդ վիճակի մեջ են։ Տերոջը թագավորը լալը մեր կյանքերի մեջ, սիրելիներ, մեր բացատրած թագավորի ձևով չի կարող լինի։ Այսինքն մենք չենք կարող թելադրել, որ Տեր ինչպես թագավոր պիտի լաս իմ կյանքի մեջ։ Տերն է, որ կորոշի ինչ տեսակ թագավոր պիտի լա մեր կյանքի մեջ։ Եվ ճիշտ աս է, որ Տեր Հիսուսի կոչումը իրեն աշակերտներին լրիվ տարբեր է ասացել։ Տեր Հիսուսի կոչումը իրեն աշակերտներուն կամ իրական հավատացյալներուն Մատթեոս ավետարանի մեջ կկարդանք 11-րդ գլուխ 28 եւ 30 համարները Տերը հաց հրավել է գուտա բոլորիս եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եւ ես ձեզի պիտի հանգչեցնեմ իմ լույսը ձեր վրա արեք ու ինձ մե սորվեցեք որ հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր անձերուն հանգիստ պետք է գտնեք վասնզի իմ լույսս քաղցր է իմ վերս թեթև հետաքրական է Տեր Հիսուս աս կոչումը կուտա բեռնավորվածներուն ովքեր են աս բեռնավորվածները անոնք որ աշխարհի բերի տակ կհարանչեն տեսեք ազատ մարդ աշխարհի վրա գոյություն չունի մարդը կամ աշխարհի լույսի տակ է կամ Քրիստոսի լույսի տակ աշխարհի լույսը ծանր է կմաշե կհոգնեցնե մարդուն բեռնավոր կնե Տեր Հիսուսի լույսը քաղցր է հաճելի է փափուկ է թեթև է
բեռնավորին կազատագրե, տեսեք մարդիկ կխորին, որ աշխարհի բեռներ ազատելու կամ կյանքի բեռի ազատելեն միջոց ան է, որ ուզած ես կատարել, որպեսզի անկախ լինեն, ազատ լինեն, ոչ այդպես չէ։ Ազատության եւ օրհնության միակ գաղտնիք ան է, որ Հիսուսի լուծը մեր վրա է, որովհետեւ քաղց ու թեթև է, հաճելի է։ Աստծո խոսքը մեզ հիշեցնի, որ իրեն կամքը բարի, հաճելի եւ կատարյալ է։ Երբ որ մենք կմտնենք կատարյալ Աստծո լույսի տակ, այն ժամանակ մեր կյանքի մեջ Աստծո կամքը, որ բարի եւ հաճելի եւ կատարյալ է, կկատարվի։ Եվ ճիշտ աս է, որ Հիսուս ուզել իրեն աշակերտները, եւ աս է իրական հավատացյալի կոչումը, որ անկախ բարականերեն, անկախ օրհնություններեն, որտեղ կյանքը ունի իրեն դժվարություններ, նեղությունները, օրհնությունները։ Տեր Հիսուս կնա բժշկել 100%, Տեր Հիսուս հրաշներ կնա 100%, հիվանդները կնա բժշկել, դևերը կնա հանել, ինչ որ մեր նեղությունները կնանել, բայց հանգար չպատահի, որ մենք դրանց համար, անոնց համար կանք Քրիստոսի, որովհետև սխալ մոտեցում է։ Մենք Քրիստոսին կուկանք, որպես մեր փրկիչ եւ Աստվածը, եւ իրեն կհանձնվենք, եւ հետո կսենք քու լույսը իմ վրա լա, որը բարի հաճելի ու կատարյալ է, թեթև է, քաղցր է, ինձի կազատագրե, մեզի կուտա այդ օրհնյալ կյանքը, որ կյանք եւ ան ավելի կյանքն է։ Եվ ճիշտ աս է, որ աս մարդիկները փախտուցած էին։ Ուրեմն երկու տեսակ անձեր կային, որ Տեր Հիսուսը մերժած էին եւ այսօր դժբախտաբար աշխարհի մեջ այդպես է, մարդը չէ փոխված։ Մեր կոչումը իմ այսօրվա ծաղկազարդի ան է, որ մենք հանգարտ չկորցնենք մեր այցելության ժամը։ Եթե միջևան լսած ես, կարդացած ես, աս եկեղեցի մեջ լսած ես փրկության պատկամը անգամ եւ անգամ, բայց տարբեր պատճառներով դիտման մեկտի դրած ես, հանգարտ չլա փախցնես քո այցելության ժամը, որտեղ քո այցելության ժամը այսօր է։ Այս վարկյանը մերն է, հաջորդ վարկյանը չենք գիտեր, ինչ կտա սպասել մեզի։ Ուրեմն իմ քաջալերանքը եղբայրաբար ան է, որ եթե մինչև հիմա չես ընդունած Տեր Հիսուսը որպես քո Տերը եւ Փրկիչը, չփախցնես աշխարհ։ Եթե ընդունած ես Տեր Հիսուսը եւ դեր լիովին իրեն լույսի տակ չես մտած, իմ օրդորանքն է, որ այս վարկյանին բանն է, որոշել, որ Տեր Հիսուս ես կուզեմ ազատել բոլոր կապակները եւ մտնեմ քո լույսի տակ, քանի որ գիտեմ քո լույսը թախծել է, քո լույսը թեթև է, ինձ ազատագրել։ Տերը դա որ աս ձևով չփախցնենք մեր այցելության ժամը։ Տերը օրհնե բոլորը եւ բոլորին հայտնենք օրհնյալ ծաղկազար բոլորիս, Տերը օրհնե բոլորի ներկայությունը եւ իրեն օրհնությունը ձեր բոլորի վրա։ Ամեն։ Մեր սիրելի պատմական Տերը, շնորհակալ ենք քո օրհնյալ էությանը համար, որ դու կատարյալ Աստված, կատարյալ Փրկիչ, երրորդության երկրորդ սուրբ անձնավորությունը այսօր մեր մեջ ներկա է, մեզի օրհնելու, առաջնորդելու, շնորհակալ ենք Սուրբ Հոգի Աստված քո ներկայության համար։ Շնորհակալ ենք Հայր Աստված քո խնամակալությանը համար բոլոր այս շաբաթվա մեջ մեզի։ Եվ մեր խնդրանքն է, որ հիմա մեզի արձակես քո խաղաղությանը, քո օրհնությունը, ներկայությունը բոլորիս հետ լա, մեր ընտանիքների, մեր անձների հետ, որպեսզի կարողանանք ապրել այն կյանքը, որ քեզի կբերե փառք եւ պատիվ եւ մեզի կբերե օրհնություն։ Օրհնյալը լակմանուը դարեր անվերջ։ Ամեն։